Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի իմշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը հռչակվել է չեմպիոն։ 68 կիլոգրամ քաշային կարգի եզրափակչում հայ մարզիկը փայլուն հաղթանակ է տարել, ընդամենը 40 վայրկյանում 10-0 հաշվով առավելության հասնելով թուրք մրցակցի նկատմամբ։ Մինչև վճռորոշ գոտեմարտը Մարտիրոսյանը հերթականությամբ ջախջախել է Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի եւ Բուլղարիայի իմբիշներին։ Հայաստանի հավաքականի եւս երկու անդամներ Տիգրան Աղաջանյանն ու Ատոմ Եսայանը կպայքարեն բրոնզե մեդալների համար։ Կաննի 79-րդ կինոփառատոնում ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը բուռն ծափահարությունների եւ կինոքննադատների բարձր գնահատանքին է արժանացել Շարլ դը Գոլի դերակատարման համար։ Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլ» երկաթե դարաշրջան էպիկական պատմական ֆիլմը դարձել է Կրուազետի ափին անցկացվող փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկը։ Աբգարյանին հաջողվել է վարպետորեն բացահայտել գեներալ դը Գոլի կերպարը պատմական բեկումնային ժամանակաշրջանում։ Սիմոն Աբգարյանը, որն համաշխարհային հանդիսատեսին հայտնի է Կազինո Ռոյալ, Արարատ եւ մի շարք այլ հանրահայտ ֆիլմերից, այս դերով հաստատել է իր տեղը համաշխարհային կինոյի էլիտայում։ Տաղանդավոր դերասանը նաև թատրոնի մեծ վարպետ է եւ ֆրանսիական հեղինակավոր Molière Awards մրցանակի դափնեկիր։ Երբ սկսում ես հասկանալ հայերենը, բայց բախվում ես մեր անթարգմանելի ու զվարճալի արտահայտություններին, սոցցանցերում մեծ հետաքրքրություն է առաջացրել ռուս աղջիկա անդրադարձը հայկական լեզվամտածողության նրբություններին։ Ուտեմ քեզ, կյանքիդ մերն է, ջանդ սաղ լինի, մերն եմ ջանիդ, ջիգարս, ցավը տանեմ, քորանամ ես։